Եվ այսպես Շվեդիայի եւ Դանիայի հայերը ցույց են արել, որի ժամանակ կոչ են արել Դանիայի քաղաքական ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահող հայ գերիների իրավունքների համակարգված խախտումները կանխելու ուղղությամբ։ Ցույցի ներկա է եղել նաեւ Դանիական խորհրդարանի падգամավոր Շուրուր Սկոլեն, բարեգործական ընկերության նախագահ Քիմ Հարցները։ Անահիտ, ես նախ կխնդրեմ ներկայացնել, թե ցույցը կոնկրետ որտեղ է իրականացվել, ինչ միջոցներով, նկատի ունեմ ինչ տեսքով եւ ինչու հենց կոչերը ուղղված են եղել Դանիայի իշխանություններին, այլ ոչ թե նաեւ Շվեդիայի իշխանություններին։ Նախ շնորհակալություն։ Էմ, Ցույցը տեղի ունեցավ կազմակերպվեց Դանիայի խորհրդարանի առջև։ Նախ պետք է ասեմ, որ Կոպենհագենում է, նախ պետք է ասեմ, որ մինչ այդ մենք աշխատանքներ ենք տարել գերիների վերադարձի կապակցությամբ եւ սա աշխատանքների մի մասն էր։ Մենք Տանյան շատ մոտիկ է Շվեդիային, հարավային Շվեդիային եւ այդպես այդ տրամաբանության մեջ ավելի հարմար էր, որ Կոպենհագենում հենց ներկայացնենք ցույցը եւ հարավային Շվեդիայի հայերը կարողանային մասնակցել դրան։ Եվ ինչպես եք արտահայտել ձեր բողոքի ձայնը, պաստառներ եք բերել ձեզ հետ, ինչ միջոցներով։ Այո, պաստառներով էինք եւ մինչ այդ մենք Դանիայի, ինչպես նաեւ Շվեդիայի եւ Նորվեգիայի, Իսլանդիայի, սկանդինավյան երկրների խորհրդարանի անդամներին նամակներ ենք ուղղել եւ խնդրել ենք, որ նրանք միջոցներ ձեռնարկեն գերիների ազատ արձակման համար։ Սա նման օրինակ առաջին ցույցն է։ Ոչ, մի քանի տարի առաջ եղավ նորից ցույց, նորից պարլամենտի շենքի մոտ, դա մոտավորապես 2021 թվական էր, կոնկրետ չեմ հիշում, ցուրտ էր մեռեր, բայց հայերը այստեղ Դանիայում ցույցեր արել են տարբեր թեմաներով։ Դանիական խորհրդարանի падգամավորի Շուրուր Սկոլենի ներկայությունը ինչպես եք բացատրում, նա այդպես հետաքրքրված է համայնքական թեմաներով։ Մեր լսարանին կծանոթացնեք ով է նա։ Այո, Շուրուր Սկոլեն Ֆարիան կղզիներից ներկայացուցիչ է Դանիայի խորհրդարանում եւ ինքը շատ հայամետ է, նա կարծում է, որ մենք քրիստոնյաներ ենք եւ իրար հետ կիսում ենք նույն արժեհամակարգը, նաեւ այն, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է եւ այդ առումով առնչություններ ունի դանիական արժեհամակարգի հետ։ Շուրուր Սկոլեն որոշ ժամանակ առաջ մեծ ճառ ներկայացրեց խորհրդարանում, որտեղ նա խոսում էր նաև Արցախի մասին եւ ինքը աշխատում էր նաև ցեղասպանության մասին բարձրաձայնել։ Տեղի քաղաքական վերնախավը տեղյակ է Հայաստանում կատարվողից, գերիների թեմայից, նման օրինակ ակցիաները ինչ ազդեցություն կարող են ունենալ ճանաչողության իմաստով, ճանաչելիության իմաստով եւ արդյոք մինչեւ այդ էլ որոշակիորեն խոսվել է հայկական խնդիրների մասին Շվեդիայի խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս։ Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծենք եւ բարձրաձայնենք այն ամենի մասին, ինչ որ մեզ է մտահոգում եւ կատարում ենք այն ինչ որ մեր ուժերի սահմաններում է, թե ինչքանով են տեղեկացած, դժվար է ասել ինձ համար, համենայն դեպս որոշ պատգամավորների հետ, որոնց հետ մենք խոսել ենք, իրենք մտահոգություններ ունեցել են եւ հատկապես 2023 թվականին, երբ կատարվում էր Արցախի ցեղասպանությունը, անկախ պատգամավոր Դանիայից
որը ներկայացված է Եվրոպական պարլամենտում, մեզ աջակցություն հայտնեց եւ ընդհանրապես Եվրոպական պարլամենտում ներկայացված դանիական պատգամավորներն էլ միշտ կողմ են քվեարկել հայամետ որոշումներին։ Շատ լավ։ Ինչով ավարտվեց ցույցը եւ արդյոք առաջիկայում կրկին սպասվում են ցույցեր։ Չեմ կարող ասել առաջիկայում Դանիայում ինչպես կստացվի, բայց հուսով եմ Ստոկհոլմում էլ կլինի ցույց շուտով եւ Շվեդիայում մեկ այլ քաղաքում նախապատրաստական աշխատանքներ տարվում են եւ հույս ունենք մեր այս ճնշումը կկարողանանք օգտագործել ճիշտ եւ օգտակար լինենք գերիների վերադարձի հարցին։ Ցույցի ավարտին դուք նամակ եք հանձնել կառավարությանը, ճիշտ եմ հասկանում։ Մենք նամակը հանձնել ենք ցույցից առաջ, իրենց ուղարկել ենք նամակները ցույցից առաջ։